2021 թվականից հետո տեղի ունեցան մի քանի շարժումներ։ Օրինակ, նույն դիմադրության շարժման ժամանակ մենք շարքային անդիմադիրներս, այսպես ասեմ, մենք հարց տվեցինք, ասենք այսա արեք, նոր կգանք մենք ձեր կողքը կկանգնենք։ Մենք այդ հարցը չենք տվել, չէ՞ որևէ մեկին։ Այո։ Բարձրացել են, ասել են պետք է գնանք փողոց փակենք, պիտի փողոցով սկսենք կռիվ տալ, որպեսզի հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Ու տասնյակ հազարավոր մարդիկ որևէ մեկը այդ հասկանում են, բայց որևէ մեկը այդ նախապայմանը չդրեց, չէ՞։ Հետևաբար բարոյական առումով այս պահին էլ որևէ պատգամավոր ինքը իրավունք չունի նման նախապայմաններ դնելու։ Որովհետև եթե բազմաթիվ տասնյակ հազարավոր մարդիկ ձեր կողքը կանգնել են, ձեզ սիրելով, ձեզ չսիրելով, ձեր հետ ինչ-որ նպատակներ կապելով կամ առհասարակ ձեր հետ որևէ նպատակ չկապելով, եթե ձեր հետ դուրս են եկել փողոց, գնացել են ծեծվելու, գնացել են դատվելու, գնացել են ազատությունից զրկվելու, հետևաբար դուք էլ իրավունք չունեք որևէ մեկին հիմա նախապայմանների առաջ կանգնեցնել։ Իսկ այն ժամանակ դուք շատ այդքան վստահ եք, որ ձեր մոտ ինչ-որ բան հաջողվելու էր։ Բնականաբար այդ ժամանակ այդ վստահությունը չկար, չէ՞, բայց գնացել եք կռիվ տալու եւ առհասարակ, եթե մենք փորձենք նորից զուտ քաղաքական կոնտեքստից նայել, ազգային ժողովի պատգամավորը ընտրվել է, առավել եւս ընդդիմադիր պատգամավորը գործողվել է խորհրդարան, որպեսզի իր ընտրողի ցանկությունը կատարի եւ ոչ թե ընտրողի հետ նախապայմաններով խոսա։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետության իրական, այսպես ասած, հայ մարդիկ, հայրենասեր մարդիկ այսօր մեկ պահանջ ունեն՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին օր առաջ, որպեսզի ինչ-որ բան նորից չզիջվի, որպեսզի ինչ-որ բարդ իրավիճակում մեզ չկանգնեցնի։ Լավ, թեկուզ խոսում եք 26 թվականին հերթական ընտրություններ գնալու մասին։ Այդ տեսեք մի մեջբերում կարևոր դուք արեցիք։ Սահմանադրության փոփոխություն։ Փոխեց այդ սահմանադրությունը, դուք գնացիք այդ սահմանադրության ոնց եք աշխատելու։ Այդ ընթացքում ստորագրեց հերթական կապիտուլյացիան ու դուք գնացիք այդ կապիտուլյացիան մնաց, այսպես ասած, ձեր վզին, դուք ոնց եք դրանով աշխատելու։ Տվեց Սյունիքի միջանցքը կամ առհասարակ Սյունիքը, դուք ոնց եք այդ ամեն ինչի տակից դուրս գալու։ Հանեց մեր տարածքից, վաղը մյուս օր կարող է քնից արթնանա եւ ասի, որ այ Գյումրիից 102-րդ ռազմական բազան հեռացնելու եմ, սահմաններից էլ ռուս սահմանապաններին եմ հեռացնելու, այդպես դադարք թողնելու եմ։ Ինքը կարող է դա անի։ Ինքը կարող է դա նաեւ շատ այսպես գեղեցիկ ձևով անի, որ շատ ցնցումներ չլինի եւ թուրքերն էլ, այսպես ասած, մի փոքր ավելի մեղմ վերաբերվեն, բայց այդ 26 թվականին հենց դուք եկաք իշխանության, թուրքը հաստատ էլ մեղմ չի վերաբերվել։ Այդ ո՞նց է կառավարել այդ ժամանակ։ Այսինքն դուք նորից շարունակելու եք Նիկոլի գործողությունները եւ հերթական Նիկոլին եք ցանելու։ Այդ դեպքում դուք առավել եւս որևէ բան անելիք չունեք։